Թրամփի լուսանկարներով ու շնորհակալություն Թրամփ գրությամբ պաստառներով հազարավոր իսրայելցիներ են հավաքվել Թել Ավիվի պատանդների հրապարակում։ Համասը ազատ է արձակել ողջ մնացած բոլոր 20 հրեա գերիներին։ Պաղեստինցի գերիների ընտանիքներն էլ Օֆեր բանտի մոտ են սպասում իրենց հարազատներին, բայց Իսրայելը չի շտապում ազատ արձակել ցմահ ազատազրկված 250 և կալանավորված 1700 պաղեստինցիներին։ Թել Ավիվը նրանց կհանձնի, երբ ստանա 28 մահացած հրեա պատանդների մարմինները կամ մասունքները։ Իսրայելա-պաղեստինյան նոր հրադադարի կնքահայր ԱՄՆ նախագահը Թել Ավիվում է։ Թրամփը կհանդիպի 20 հրեա պատանդների ընտանիքների հետ։ Նա արդեն ելույթ է ունեցել Քնեսեթում և հանդիպել Նեթանյահուի հետ։ Իսրայելի խորհրդարանում ավելի քան 2 րոպե ծափահարել են ԱՄՆ նախագահին։ ԱՄՆ միջնորդությամբ Գազայի հատվածում հաստատված հրադադարի առաջին փուլով Իսրայելի բանակն արդեն հետ է քաշվում նախապես համաձայնեցված դիրքեր, որտեղից Ցահալը կարողանալու է վերահսկել Գազայի ամբողջ հատվածի մոտ 53%-ը։ Խաղաղության ամերիկյան 20 կետերից մեկով վերականգնվում է մարդասիրական օգնությունը։ Ավերված Գազայի ավելի քան 2 միլիոն բնակությանը, որի մեծ մասը տեղահանվել է պատերազմի պատճառով։ Փլված այս շենքի երկրորդ հարկն է մաքրում պաղեստինցի Սամա Աջուրը։ Իր երբեմնի տաքուկ բնակարանից ոչինչ չի մնացել։ Գազայում մարդկանց սրտերը փշրված են, ինչպես իրենց տները։ Աչքերիս չեմ հավատում, տունս ավերված է։ Մենք այստեղ ինչպես ենք ապրելու, չգիտեմ։ Այստեղ ամեն ինչ ավերակների մեջ կորած է, ինչպես մենք։ Շեյխ Ռադվան թաղամասն է, մարդիկ քայլում են անճանաչելի դարձած իրենց փողոցներով, փորձում գտնել իրենց տները։ Այստեղ կարծես երկրաշարժ է եղել, չկա մի տուն, որ անվնաս լինի։ Ես այլևս չգիտեմ, չեմ կարողանում ճանաչել, թե որտեղ էր իմ տունը, իմ նրբանցքը։ Տներ չեն մնացել, միայն ավերակներ։ Սա ապոկալիպսիս է, մեր կյանքի հիմքը ջնջվել է։ Մենք այստեղ էինք ապրում, բայց հիմա այստեղ ամբողջովին ավերակ է դարձել։ Ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության վերջին տվյալների, Իսրայելի 2 տարվա ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 67682 և վիրավորվել 170 033 մարդ։ Լանա Համբարձումյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։